Ահազանգերը սկսվեցին վաղ առավոտից, ընտրությունները սկսվելուց կես ժամ հետո արդեն շատ քաղաքացիներ նկատեցին, որ ընտրությունների ժամանակ անձնագրերում խփված կնիկը 10-20 րոպե հետո անհետանում է։ Ինչ կնիկ չկա։ Կնիկներն են անհետացել են վրայից։ Օքսիդացող կնիկները օքսիդանում են ուղիղ 7 րոպեի ընթացքում։ Հենց նոր դրեց կնիկը եւ չկա։ Բայց ցնդել է։ Ցավը տանեմ, սա մեր նոր տնից չենք վերել։ Օքսիդացող կնիկը ընտրական գործընթացներում կիրառվեց առաջին անգամ եւ որակվեց որպես ընտրակեղծիքի նոր տիպի տեխնոլոգիա։ Անցած ընտրությունների համեմատ թերևս ամենաառաջին նորությունը սա էր։ Օքսիդացող կնիկներով անցած ընտրություններում կիրառվող լցոնումների տուրդմբոցների հետաքրքիր փոխարինում։ Իսկ Շիրակի մարզում կարելի ասել ոչ թե փոխարինում, այլ զուգակցում։ Գյումրիում ընտրությունների մեկնարկից ժամեր անց արդեն սկսեցին խոսել, որ տեսախցիկ ու օպերատոր են առևանգում։ Վերցրեց կամերան դուրս գնաց, հետո դուրս կանչեցին նկարահանողին։ Պատճառը ինձ ոչ մեկը չի ասել, ուղղակի կամերան դուրս տարվեց, հետո նորից վերադարձվեց, հիմա ինձ մոտ ուղղակի դիրոջը չեմ կրնում, որ կա վերցնի։ Կեսօրին արտակուստ վիճակը խաղաղվեց, ահազանգերը մի քանի ժամ դադարեցին, իսկ օրվա երկրորդ կեսից լայն կիրառություն գտան ընտրությունները կեղծելու հին մեթոդները, մասնավորապես ընտրակաշարքի բաժանումը, որը կրում էր մասսայական բնույթ եւ կարելի է ենթադրել, որ ամենամեծ ազդեցությունը թողեց ընտրությունների արդյունքների վրա։ Տարբեր ժամերի գալայի լրահավաք հեռախոսը անընդհատ ահազանգեր էր ստանում, որ քաղաքի տարբեր մասերում օրվա տարբեր ժամերին ընտրատեղամասերի չերևացող բակերում նաև բնակարաններում ու միկրոավտոբուսների մեջ գումար են բաժանում տարբեր կուսակցությունների ու թեկնածուների կողմնակիցները։ Ընտրակաշարք բաժանելու զուգընթաց նաև հոգում էին քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումը, տրանսպորտային միջոցներով քաղաքացիներին տեղափոխում էին ընտրատեղամաս։ Իսկ տեղամասերում առաջանում էին մարդկային կուտակումներ, այնքան որ որոշ տեղերում ստիպված էին փակել դռներն ու հերթով ներս թողնել ընտրողներին։ Ծիծաղելի է, բայց որոշ տեղամասերում կուտակումները բացատրում էին անձրևային եղանակով։ Անձրևային պայմաններն է, որ ժողովուրդը փոքր տեղամաս է տեսնում եք, անմիջապես ներս է մտնում, ես չես կարող թողնել, որովհետեւ չթրջվեն էլի ժողովուրդը։ Ինչևէ մի փոքր նորամուծություն այնուամենայնիվ նկատվեց։ Միկրոավտոբուսների կուտակումները ընտրատեղամասերին մոտ նվազագույնի էր հասցված։ Ընտրող տեղափոխող մեքենաները մեկ-մեկ էին գալիս ու ավելի հեռվում շենքերի բակերում էին սպասում ընտրողներին։ Հաշվի առնելով վերը նշված մի շարք այլ հանգամանքներ, արդեն իսկ կարելի է ենթադրել, որ այս ընտրություններն էլ անցան ցինիզմով համեմված կեղծիքներով ու բացահայտ օրինախախտումներով։ Սակայն պատկերը երևի թե ամբողջովին չի լինի, եթե չխոսենք նաև միջազգային դիտորդների գնահատականների մասին, համաձայն որոնց ընտրությունները Հայաստանում անցան ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան, ազատ եւ թափանցիկ։ Քրիստինա Մկրտչյան, Gala News։